Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք Գարեգին երկրորդի նախկին գավազանակիր, հանձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։ Աստված օգնական հեր Խորեն։ Աստված պահապան ձեզ, պարոն Ոսկանյան։ Այսօր Հայաստանում բուռն կրքեր են հասունացել վարչապետ Փաշինյանի գրառումներից, իսկ ավելի ստույգ կառավարության նիստում արտաբերած մտքերից հետո գործադիրի նիստին վարչապետը խոսելով եկեղեցիների նման կոթողների մասին ասաց, որ շատ հաճախ երբ ինքն էլ այցելում է, տեսնում է, որ այդ վայրերը վերածվում են իր բառերով ասած չուլանի, ով ինչ անպետքիչ եւ այլն ունի, տանում լցնում է եկեղեցիների մեջ եւ հարցադրում են անում, արդյոք մենք այսպես ենք վերաբերում մեր կոթողներին, մեր սրբություններին եւ այլն, չգիտես ինչու այս դիտարկումը բուռն քննադատության արժանացավ տարբեր եւ բարձրաստիճան հոգեվորականների կողմից, որոնք սկսեցին ոչ հարգալից բառապաշարով անվանակարգել վարչապետին, նրա ընտանիքին եւ այլն, եւ արդեն վարչապետը Facebook-յան գրառումներով հանդես եկավ, ձեր թույլտվությամբ իհարկե հազար ներողություն դրանք ընթերցեմ, վարչապետը ասում է սրբազան գնա շարունակիր քերուդ կնկան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես, հետո ասում է իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին, հետո ասում է ոմանց ուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում, հետո նշում է իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից, հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը, տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը եւ եւս մեկ գրառում է անում, կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից, որովհետեւ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի հոգևոր ու բարոյական արժեքներ։ Նախ կխնդրեմ արձագանքել վարչապետի այս հայտարարություններին, որոնք պայթեցրել են մեր հասարակությունը եւ հոգևոր դասի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները եւ մյուս կողմից վարչապետը իր սատարողները, իր թիմը, այսպես ասենք, կարծես թե մարտի են բռնվել։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունները անխիթար վիճակում գտող տաճարների մասին ես ընդունեցի իբրև սրտացավ հայ մի հավատացյալի Հայաստանի ղեկավարի կողմից արձանագրում, որ ճանապարհ էր փնտրում, առաջարկներ էր սպասում, թե ինչպես կարգի դնեն եւ այդ բարձի թողի իր բառով ասած այդ չուլանային վիճակը չլինի, որևէ մեկը չի կարող ժխտել, որ շատ տաճարներում այդպիսի անմխիթար վիճակ է տիրում։ Ես ինքս 15 թվականին մի քանի ամիս եղել եմ Սուրբ Գայանե վանքի վանահայրը եւ պիտի ասեմ, որ Լեռների մի տաճար չէր, այլ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ եւ ցավով պիտի նշեմ, որ Գայանեում, Սուրբ Գայանեում չուլանային վիճակ էր տիրում, ինչ ասեմ, ներսում ուղղակի լուսավորություն չկար, սրբապատկերները անմխիթար, ամեն կողմ ավերակ վիճակ էր, տաճարի դռները չէին փակվում անգամ։ Ես մի քանի ամսվա ընթացքում հասցրեցի բարերար հայորդիներ գտնել, խնդրել, լուսավորություն շատացրեցինք տաճարի ներսում, վերականգնեցինք եւ նոր տասնյակից ավել սրբապատկերներ գեղեցիկ շատ բերեցի եւ հերթը հասել էր դռներին եւ վանքի բակի նստարաններին եւ աղբամաններին, երբ նայում էի, ամաչում էի, կարծես մոնղոլ թաթարները հենց նոր անցած լինեին, այսինքն անմխիթար վիճակ ամենուր է եղել եւ վստահ եմ հիմա էլ կա եւ հարցը վարչապետը բարձրացրեց եւ այս հիստերիկ արձագանքը տեսա որոշ եպիսկոպոսների, բոլորինը չեմ տեսել, վկայում է այն մասին, որ ինչպիսի սերունդ է աճացրել Գարեգին երկրորդ ամենայն հայոց ամոթը։ Ես 18 թվականի հեղափոխությունից հետո բաց նամակով վարչապետ Փաշինյանին գրել եմ, հրապարակված է, որ եթե Գարեգին երկրորդը շարունակի մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին, ապա հեղափոխությունը չի կարող հաղթել եւ ամբողջական լինել եւ հասնել իր տրամաբանական ավարտին։
այսօր դարձյալ նույնը ասում եմ, այսօր դարձյալ նույն կարծիքին եմ ավելիով համոզված եւ եւս մի բան էի գրել վարչապետ Փաշինյանին, որ մեծագույն ողբերգությունը այն չէ, որ այս անաստված մարդը Գարեգինը կաթողիկոսն է, այլ սրանից ավելի մեծագույն ողբերգությունը այն է, որ ինքը սերունդ է աճեցնում, մեծացնում եւ հատկապես երիտասարդները, հոգեվորականները, ովքեր չեն տեսել Վազգեն առաջին լուսահոգի հայրապետին եւ Գարեգին առաջին լուսահոգի հայրապետին, ձգտում են, փորձում են նմանվել իրեն եւ ամենամեծ ողբերգությունը սա է, որ իրենից հետո մենք անաստված իր նման մի սերունդ ենք ունենալու, սա է մեծագույն ողբերգությունը եւ ասածիս փաստը, վառ ապացույցը այն է, այդ երիտասարդ եպիսկոպոսների պատասխանը, դրանց բառաֆոնդը, բառամթերքը, տեսեք ինչպես են արձագանքում, պատասխանում։ Ես մի առիթով Գարեգին երկրորդին գրել եմ, որ ինքը սովետահայ փողոցային երիտասարդի հոգեկերտվածք ունի։ Եվ հիմա տեսեք, նրա ձեռնասուն այս եպիսկոպոսիկները ճիշտ իրենց պահում են սովետական փողոցային երիտասարդի նման։ Նրանց արժեքները փողոցում են։ Գարեգինը հաճախ ասում է, որ սա իմ համակարգն է, նրա մտքի մեջ, գլխի մեջ դա է, նա չի ասում, որ սա Աստծո եկեղեցին է, ասում է սա իմ համակարգն է եւ իր համակարգում իր նման անաստված փողոցային սերունդ է մեծացնում եւ հատկապես վերջին 15 տարիներին եպիսկոպոս է ձեռնադրում օծում միայն նրանց, ովքեր երբ պատեհ ժամանակը առիթը գա, պիտի իր եղբոր Եզրաս arczepiskopos-ին կաթողիկոս դարձնեն եւ ժառանգաբար շարունակվի։ Սա է ամբողջ պատկերը, սա է խայտարակությունը եւ ես 1.5-2 ամիս է տարբեր առիթներով, տարբեր հարթակներում շանթահարել եմ այս չեքիստ ներսիսյան եղբայրներին Գարեգինին եւ Եզրասին, սպասում էի, որ պիտի իր մանր ու միջին կատարածությունների միջոցով ինձ հակադարձի եւ ես նոր փակագծեր բացեմ, բայց ինչպես իմացա հավաստի աղբյուրներից, բոլորին հրահանգել է, որ ինձ չքննադատեն, չպատասխանեն, իբրև թե ձնագնդին իր խելքով չմեծանա եւ ես լռեմ, բայց նրանք այսօր հարձակվեցին Հայաստանի Հանրապետության ընտրված օրինական ճանապարհով ընտրված վարչապետի վրա, իմ երկրի վրա եւ դուք այս հրավերը ձեր առիթ եղավ, որպեսզի խոսեմ եւ նոր փակագծեր բացեմ, պարոն Ոսկանյան։ Այլասերության մի գագաթնակետ է։ Եթե ուզում եք իմանալ ինչպիսին չպիտի լինի ոչ միայն կաթողիկոսը, հոգևորականը, քրիստոնյա հայը, այլ նաև մարդը, նա ինչպես մի առիթով ասել եմ, պատմական բոլոր կրոնների հետ աղերս չունի, նա ունի երկու իրականություն, փող եւ Լուբյանկա երկուսում իր տերերը, որոնց ծառայում է, եւ հենց հիմա եւ նրա ամեն օր գահի վրա նրա մնալը ազգային անվտանգության նոր խնդիրներ է հասունացնում Հայաստանի Հանրապետության համար։ Հենց հիմա նա Շվեյցարիայում է, ինչու է գնացել, գիտեք, իբրև թե գնացել է միջազգային համաժողովի, որտեղ քննարկում ճանապարհներ է փնտրում, թե ինչպես Արցախահայությանը վերադարձնի Արցախ եւ Արցախի եկեղեցիների պահպանման հարցը։ Զավեշտ, ծիծաղել, լի մի բան, սա ուղղակի Մոսկվայի Կրեմլի հրահանգն է, ինչպես Մարիա Զախարովան մի քանի օր առաջ հայտարարեց, որ արցախցիներին օգնություն պիտի ուղարկեն, սա էլ Հայաստանում մորուքով Մարիա Զախարովան է, ուզում են արցախցիների մեջ հույս առաջացնել, բորբոքել ընդդեմ Ադրբեջանի, երբ ռուսները Կրեմլը Արցախը հանձնեցին Ադրբեջանին, հույս ունեին Սյունիքը պիտի վերցնեն եւ այդպիսով լծակ ունենան Ադրբեջանի Թուրքիայի վրա։
բայց նրանց այդ դավադիր նպատակը չի իրականանում, Սյունիքով չեն կարողանում, Ալիևը ընդհանրապես չի ենթարկվում իրենց, հիմա փորձում են նորից մերոնց խեղճ տնավեր եղած արցախցիների միջոցով պատկերացնում եք Գարեգինը համաժողով է անում Շվեյցարիայում արցախցիների Արցախ վերադարձի մասին, երբ մեր Արցախի սիրելի ժողովրդին տեղահան արեցին 23 թվականին Բաքվում Մոսկվայի դեսպան Եվդոկիմովը հայտարարեց, բաց ինֆորմացիա է, Գարեգինը կարող է տեսնել, որ Բաքուն հակաահաբեկչական գործողություն է իրականացնում, այսինքն մեր արցախցիները ահաբեկիչ են, հռչակեց, սա Մոսկվայի պաշտոնական կարծիքն էր, Գարեգինը ծպտուն չանեց, բլոկադայի ժամանակ չհավաքեց իր եպիսկոպոսներին Խաչով, Խաչվառով, գնար Հակարի կամուրջ եւ ժամերգություն աներ իր բանավոր հոտին, որ պատրաստվում էին տնավեր անել, այնտեղ պաշտպաներ եւ հաց հասցներ։ Ոչ մի բառ չասեց, քանի որ այդ ամենը կազմակերպում էր տեղահանությունը իր գործատուները Լուբյանկա 2-ից։ Եվ այսօր, երբ դուրս հանեցին, վտարեցին, ձայն չհանեց, այսօր կարծես մտածում է մեր ժողովրդի ետ վերադարձի մասին։ Արկածախնդրություն, ուզում է Հայաստանը նոր պատերազմի պրովոկացիայի մեջ քաշել եւ որպեսզի արցախցիների մեջ սուտ հույսեր առաջացնի, այսքանը նա երբեք արցախահայության մասին չի մտածում, նա զինվորական է ինքը եւ իր եղբայրը երկու չեկիստներ, որ ծառայում են մի տիրոջ Մոսկվայի ցարին։ Շիրակի թեմի առաջնորդը arczepiskopos Աչապահյանը հայտարարություն է տարածել, նշել է, ցիտում եմ, այս պատերազմում հաղթելու է եկեղեցին։ Ինչ պատերազմ, ինչ հակադրություն, եկեղեցին ինչ գործ ունի աշխարհի կյանքում, քաղաքականության մեջ, իշխանություն փոխել չփոխելու մեջ, ինչ են խոսում այս մարդիկ։ Գարեգին երկրորդը եւ իր կատարածու եպիսկոպոսներ, այլևս Գարեգինը երբեք կապ չի ունեցել եւ որոշ եպիսկոպոսներ ժամանակին հանձնվել եւ հավաքագրվել են, նրանք կապ չունեն, Գարեգինը այլասերության գագաթնակետն է, Հայաստանի թշնամին է, հայ եկեղեցու թշնամին է, պատերազմը Արցախում էր, ինչ արեցիք, հիմա եմ հիշում, ինչու չգնացիք եւ պաշտպանեցիք մեր ժողովրդին, սրանք ուղղակի Մոսկվայի հրամանը կատարողներ են, մոտենում է 26 թվականի ընտրությունները եւ ահա, ինչպես ասացի, Մարիա Զախարովան Մոսկվայից եւ Հայաստանում իրենց 5-րդ չարասյունը, սա նրանք եկեղեցու հետ ուղղակի կապ չունեն, Գարեգինը աղերս չունի մեր հայրերի Աստծո հետ, նա աշխարհիկ է, չեկիստ է եւ նրա միակ նպատակը եւ նա սիրահոժար չի անում, նա իր ցանկությամբ չի անում, նա հրաման է կատարում եւ իր ենթականերն էլ իր կամակատարներն են, Հայաստանի Հանրապետությանը պատերազմ են հրահրել, ինչպես անցյալում ասեցի, տեսեք ովքեր են Կովկասում շքանշան ստանում, Ալիևները ստանում են, որ հարձակվեն Սյունիքի վրա, Ներսիսյան եղբայրները Գարեգինը եզրածը ստանում են, որպեսզի Ներսիս դարպասները բացեն եւ նրանց ենթակա սրբազանները ոչ ոք չի կարող առանց Գարեգինի կարծիք հայտնել, կարծիք ունենալ, եթե որևէ սրբազան ինչ-որ բան է ասում, ապա ասում է նրա հրահանգով, անմիջական, այնտեղ ոչ ոք գլխատված է, ոչ ոք իրավունք չունի կարծիք ունենալու, սրանք ուղղակի ցարին ծառայող ուժեր են, դժբախտաբար Սուրբ Էջմիածինը այսօր վերածված է FSB-ի հայաստանյան գլխամասերից մեկը, որի նպատակն է տապալել Հայաստանի ընտրված օրինական ճանապարհով իշխանությանը եւ Հայաստանը դարձնել գուբերնիա, գերագույն նպատակն է սրանց Սյունիքը հանձնել ռուսներին, որպեսզի ռուսները Սյունիքի ճանապարհի միջոցով կարողանան վերահսկել Ադրբեջանին, Իրանին եւ Թուրքիային, իրենց ցարի հաշվարկները սխալ դուրս եկան, Արցախը հանձնելով իր բոլոր լծակները կորցրեց Բաքվի վրա եւ հիմա նորից ուզում է մեր հայերիս Հայաստանի հաշվին
լծակներ, ազդեցություններ ձեռք բերել, որը պիտի լինի, եթե հաջողվեն Հայաստանի կործանումը եւ Հայաստանում իր չեքիստների միջոցով, Գարեգինի եւ իր մանր ու միջին կատարածուների միջոցով փորձում են ցնցումներ առաջացնել։ Այս է ուղղակի պարզ է, քարտերը բաց են, բոլորը բաց քարտերով են խաղում խոսում։ Վարչապետի իհարկե բառապաշարը քննելի է, որովհետև հանրային գործով զբաղվող առավելևս երկրի վարչապետին հարիր չէ այդպիսի բառապաշարով արձագանքել, թեկուզ եւ շատ սուր քննադատության, թեկուզ եւ քննադատությունը բացարձակապես առողջ չէ, թեկուզ եւ քննադատությունը համեմված է վիրավորանքներով եւ այլն, հենց իրենք այդ քաղաքական դասը պետք է լինի նաեւ օրինակը, դե հոգեվորն էլ պետք է լինի բնականաբար, այստեղ այնքան է ամեն ինչ խառնվել իրար, բայց այն որ եկեղեցում կան խնդիրներ, դրանք անժխտելի են, այն որ եկեղեցին ունի մաքրման, վերափոխման կարիք եւս անժխտելի է, բայց օրինակ երբ բարձրացվում է եկեղեցու վերաբերյալ ցանկացած հարց, օրինակ ես նկատի ունեմ այս կամ այն հոգեվորականի մասով, հա, օրինակ հարցադրում, այն հարցադրումները, որ նաեւ վարչապետն է արել, կամ այն հարցադրումները, որ հանրությունն է անում, հա, եկեղեցին տեղում չէ, հոգեվորականները տեղում չեն, ես իհարկե բոլորի մասին չեմ խոսում, բայց քանի որ նրանց այստեղ ներսում որևէ հոգեվորական չի սաստում, հետևաբար դու սկսում ես այս մարդկանց վարքը իդենտիֆիկացնել ընդհանուր կառույցի հետ, չէ, որովհետև համենայն դեպս ես չեմ տեսել, որ հավաքվի եկեղեցու առողջ մասը եւ փորձի ինքնամաքրման ինչ-որ ճանապարհով գնալ, ազատվելու նաեւ սրանց նման ոչ հոգեվորականներից, հա, որոնք առավոտից երեկո քաղաքական տեքստեր են ասում, ադրբեջանական նարատիվներ են տարածում եւ այլն։ Ինչու է եկեղեցին այսքան զգայուն այդ հոգեվորականները ինչու են այսքան զգայուն, երբ հարցը վերաբերում է նաև իրենց քննության ենթարկելու, իրենք հո երկնքից չեն իջել, որ անքննելի են։ Եկեղեցականների առողջ զանգվածը, ցավոք, պարոն Ոսկանյան, ընկճված է, զսպված է եւ վախվորած խոսքի ձայն հանելու կարծես կարողությունը, ուժեղությունը կորցրել է եւ սա այն պարագան է, երբ ասում են ձուկը գլխից է նեղում։ Օրինակ, եթե Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանը հոգևոր մեկը լիներ, բոլորը պիտի ձգտեին նմանվել նրան։ Հիմա ես ասում եմ, նրա վերջին զավակը ծնվել է Միացյալ Նահանգներում։ Իր երկար տարիների սիրուհիներից մեկից, ում ընտանիքը Գարեգինը քանդել է տարիներ առաջ, նա բաժանվել է ամուսնուց եւ բաժանվելուց հետո հղիացել եւ Գարեգինը նրան ուղարկել է Միացյալ Նահանգներ եւ այնտեղ պատկառելի տարիքում Գարեգինը վերջին զավակը Միացյալ Նահանգներում է ունեցել։ Եթե կարող է թող արձագանքի, ես հականե, համվանե կհրապարակեմ ամեն մեկին եւ ամեն փաստ։ Նա զավակներ ունի մեկից ավելի կանանցից եւ ուզում եք, որ այդ երիտասարդ հոգեվորականները իրենից ինչ սովորեն, նրանք, ինչպես ասացի, ովքեր չեն տեսել հատկապես երիտասարդները Վազգեն եւ Գարեգին առաջին լուսահոգի վեհապարներին, նրանք չգիտեն ուղղակի կաթողիկոսը ինչպես է լինում։ Երիտասարդները այս հրեշին են տեսել եւ դժբախտաբար այս երիտասարդների մեծ մասը արդեն նմանվել է իրեն եւ իր նման է եւ մեծագույն ողբերգությունը այն է, որ իրենից հետո դեռ այս վիճակը մեր եկեղեցում պիտի շարունակվի։ Այդ երիտասարդ սրբազանների հակադարձումը տեսեք վարչապետին բառապաշարը եւ կտեսնեք ինչ անդունդի մեջ է հայ եկեղեցին։ Այսպիսի անմարդկային, անբարոյական պոռնկացող մեկն է կաթողիկոսի գահային բազմած մեկը եւ դրա համար ոչ մեկ չի համարձակվում եւ ով իր նման պոռնկացող չէ, շնացող չէ, մի քանի կանանցից զավակներ չունի, տեղ չունի եկեղեցում։ Եթե հլու հնազանդ չես, եթե քո համար մի մեծահարուստ դրամ չի վճարել, իր կամակատարը չես եւ եզրասին պիտի կաթողիկոս չանես իրանից հետո դարձնես, դու տեղ չունես, ձայնազուրկ ես եւ հալածված ես։ Այս մարդը այնպիսի այլասերված մեկն է, որ անգամ ընտանիք պետք չէ թողել սրան։ Ինչ ասեմ, սա այլասերության
գագաթնակետն է, ամոթ է նրա ձեռքը սեղմել, անպատվություն է նրա ձեռքը համբուրելը, պղծություն է ուղակի այս մարդու ձեռքը համբուրելը։ Պետք է օր առաջ ազատագրենք մեր եկեղեցին եւ Սուրբ Էջմիածինը երիտասարդ հոգևորականների համար ուղղակի դժոխք է, կործանարար է այսպիսի կաթողիկոսի նայել, տեսնել եւ նրան նմանվել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Աստված օրհնի Հայաստանը եւ ձեզ։ Շնորհակալություն։ Ընկերներ, զրուցում էի Գարեգին II նախկին գավազանակիր, նրա անձնական քարտուղար Խորեն Վարդապետ Հովհաննիսյանի հետ։